Եմ ներկայացրեք, այդ ինչ քաջ դատավոր էր, որը որ կարողացավ փաստորեն փոխել, հա, ձեր կալանքի միջնորդությունը, վերացնել կալանքը ավելի ճիշտ։ Շնորհակալություն Թակուի ջան հրավերքի համար։ Այո, ասենք ես շնորհակալություն չեմ հայտնում դատավորին, քանի որ դա նույն բանն է, որ երբ որ Աստվածաշնչում հրեաները ստրկության մեջ էին, աղոթում էին, որ Աստված ուժ տա, այլ ոչ թե ազատություն։ Բայց մի դրական դեպք եղավ դատի ժամանակ, սա նախաքննության գաղտնիք չի, դատի հենց սկզբում խոսք էր գնում բաց դատ անել, իհարկե մերժվեց, հետո իմ փաստաբանը դատավորին դիմեց, մոտավոր բառերով կասեմ, ասաց նույնիսկ վճռաբեկի դատավորները այս ճնշմանը չկարողացան դիմանալ, պարոն դատավոր, արդյոք դուք կարող եք այս պատասխանատվությունը կրել, եւ այդ դատավորը մի արտահայտություն արեց, էլի ոչ թե ցիտում եմ, այլ մոտավոր ասաց, եթե ես զգամ, որ իմ վրա ճնշումները շատ են, ես իմ անաչառությունը պահելու համար բացառք կհայտարարեմ, որը որ գովելի էր եւ նիստի ժամանակ, երբ որ նա հարցեր էր տալիս քննիչներին, արդեն երևում էր, որ իրոք այս մարդը համարձակություն է իր վրա վերցնում, ասենք այտենց հարցեր տալու, որը որ նախկին դատավորի ժամանակ, ասենք Մասիս Մելքոնյանի ժամանակ չկար, էլի։ Մասիս Մելքոնյանը ասում էր վճիռը մի ժամից ու 5 րոպեից դուրս էր գալիս 80 էջ տպած, հա, որ պրինտերն չէր հասցնի այդ 80 էջը այտենց տպեր, էլի, արագ ու միանգամից վճիռը կարդում էր։ Իրոք երևի զգաց, որ այդ վճռաբեկի, ինքը զգաց, որ այդ վճռաբեկի որոշումը երկար կյանք չի ունենալու, քանի որ իրոք ապօրինի, ինչքան էլ մեզ սովորացնեն, որ ամեն դատական որոշում պետք է հարգենք, բայց ես ասում եմ իմ հանդեպ կիրառվել է քաղաքական հենց հետապնդում։ Եվ այո, անունը չեմ հիշում դատավորի ճիշտն ասած, բայց իրոք համարձակ քայլ արեց եւ ողջուն է։ Կարող էր իհարկե ամբողջությամբ հանել, քանի որ ինքն էլ հասկացա, որ հիմնավոր կասկած գոյություն չունի։ Որ դուք կփախնեք, հա, երկրից կամ Չէ, իրանք ուրախ կլինեն, որ ես փախնեմ, բայց իրանք ուզածը է, որ երկրից գնա։ Հիմա ես մտածում եմ, որ գնամ, կարող է երկիր չթողեն գամ։ Միանշանակ ես դրանում չեմ էլ կասկածում, բայց ինչ է, այլևս երկրի առաջին դեմքը չի վախենում ձեզանից, որ իսկապես, չգիտեմ, բռնաճնշում գործադրել է կամ դրա կարիքը չի զգացել ճնշումներ գործադրել դատավորի վրա։ Թակուի ջան, հիմա համակարգը այս տարիներին անենց է էվոլյուցվել, էվոլյուցիայի ենթարկվել, որ առաջի դեմքը պետք էլ չի ամեն օր զանգի, իրանք անելու են ամեն ինչ, միջև որ հակառակ հրաման չստանան այդ առաջի դեմքից ու հիմա այս համակարգը զբաղված է ոչ միայն առաջի դեմքի պաշտպանությամբ, այլ նաև ինքնապաշտպանությամբ, քանի որ այնքան են այդ սահմանը անցել իմ այս գործով, որ նրանց հիմնական նպատակը, ասենք, այս վերջի միջնորդությունը լրացնել, չթողել լրատվամիջոցների հետ սոցցանցերում հանդես գալ եւ չշփվել այլ անձանց հետ բացի փաստաբաններից եւ ընտանիքի անդամներից, այսինքն նեղվել էին ձեր եթերներից երևի էլի փաստորեն քննիչները։ Այսինքն զբաղված են նաեւ ինքնապաշտպանությամբ, շատ խիստ ինքնապաշտպանությամբ, նամանավանդ որ այդ իմ քննչական խմբի ղեկավարին իբր գործից հեռացրել են, հենց այդ զենքի, բայց երբ որ գործը նայում ես, գործի մեջ մարդը ինքը համաձայն իր դիմումի է դուրս եկել։ Այդ էլ այս համակարգի ձևը։